Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու 4-րդ գիրք 16-րդ գլուխ Հութայի Աքազ թագավորը Ռոմելայի որդին Փագեի 17-րդ տարին Հութայի թագավորին Հովատամի որդին Աքազ թագավոր եղավ։ Աքազ 20 տարեկան էր երբ թագավոր եղավ ու Երուսաղեմի մեջ 16 տարի թագավորեց։ Ան չրավ ինչ որ Տիրոջ իր Աստուծուն արչև ուղիղ է, ինչպես իր հայրը Դավիթ ռավ։ Հաբա Իսրայելի թագավորներուն ջամփային ընթացավ եւ իր որդին ալ գրագի անցուց, այն ասկերուն քաշություններուն ամացայն, որոնք դերը Իսրայելի որդիներուն արչևեն վդարեց։ Բարձր դեղերու եւ փլուրներու վրա ու ամեն գանաչազարդ զարի տակ զոհ գամադուցաներ եւ խուն կծխեր։ Այն ադեն Սուրիայի Ռասին թագավորն ու Իսրայելի թագավորը Ռոմելայի որդին Փագեե Երուսաղեմի թեմ բادرազմերու բարձացան։ Աքազը բաշարեցին, բայց չգրցան բادرազմղել անոր թեմ։ Այդ ադեն Սուրիայի Ռասին թագավորը Ելաթը Սուրիայի վերադարձուց եւ հрьяաները Ելաթեն վանեց։ Ասորիները Ելաթ եկան ու հոն բնագեցան մինչև այսօր։ Աքազ Ասորեստանի Թագղատ Փաղասար թագավորին պատգամավորներ ղրգեց եւ ասավ. Ես քու ծառատ ու որդիդ եմ, բարձրացիր եւ ազատեզիս Սուրիայի թագավորին ցերկեն ու Իսրայելի թագավորին ցերկեն, որոնք ինձի թեմ գանքնած են։ Աքազ դիրոջ դան մեջ եւ թագավորին դան քանսարանի մեջ գտնված արծաթն ու ոսկին արավ եւ Ասորեստանի թագավորին ղրգեց իբր վարձատրություն։ Ասորեստանի թագավորն ալ անոր մդի գրավ, արդարև Ասորեստանի թագավորը Դամասկոսի թեմ բարձացավ, զայն կրավեց, անոր բնագիչները գիր դարակրեց ու Ռասինը մերցուց։ Աքազ թագավորը Ասորեստանի Թագղատ Փաղասար թագավորը թիմավորելու համար Դամասկոս գնաց ու Դամասկոսի մեջ եղած զոհասեղանը դեսավ։ Աքազ թագավորը Ուրիա քահանային ղրգեց այդ զոհասեղանին օրինակը եւ անոր գերբարը անոր ամբողջ շինվածքին համեմատ։ Ուրիա քահանան ալ զոհասեղամը գառուցանեց Աքազ թագավորին Դամասկոսեն ղրգած օրինակին համեմատ։ Ուրիա քահանան զայն այսպես շինեց Աքազ թագավորին Դամասկոսեն քալեն առաջ։ Երբ թագավորը Դամասկոսեն եկավ, թագավորը զոհասեղանը տեսավ, թագավորը զոհասեղանի մոտեցավ եւ անոր վրա ողջագեզ մատուցանեց։ Իր ողջագեզն ու հացի ընձան այրեց, թափերիկ նվերը ընձայեց եւ իր խաղաղության զոհերուն արյունը այդ զոհասեղանին վրա սրսկեց։ Իսկ դիրոջ արչև եղող բղինցե զոհասեղանը հանեց դան արչևեն, այսինքն նոր զոհասեղանին ու դիրոջ դան մեջտեղեն եւ զայն նոր զոհասեղանին կով դրավ թեպի հյուսիս։ Հետո Աքազ թագավորը Ուրիա քահանային բադվիրեց։ Մեծ զոհասեղանին վրա մատուցանե արդվան ողջագեզն ու իրիկվան հացի ընձան, թագավորին ողջագեզը եւ անոր հացի ընձան, ու երկրին ամբողջ ժողովրդին ողջագեզը, անոնց հացի ընձան եւ անոնց թափելիք նվերները։ Անոր վրա սրսկե ողջագեզներուն ամբողջ արյունը ու զոհերուն ամբողջ արյունը, իսկ բղինցե զոհասեղանը իմը սպիդիալա հոն դիրոջ հարցնելու համար։ Ուրիա քահանան Աքազ թագավորին ամբողջ բադվիրածին համաձայն ըրավ։ Աքազ թագավորը մեքենովներուն եզերքները գդրեց եւ ավազանները անոնց վրայեն վերցուց։ Ձովն ալ իր դակ եղող բղինցե եզներուն վրայեն իջեցուց ու զայն քարահադագի մը վրա դրավ։ Ասորեստանի թագավորին բաժարով դիրոջ դան մեջ փոխեց դիրոջ դան մեջ գառուցանված շաբաթ օրվան ծածկված սրահն ու թագավորին դուրսի մուտքը։ Աքազի գդարած մնացյալ արարքները ահա Հութայի թագավորներուն ժամանակակցության քիրքին մեջ գրված են։ Աքազ իր հայրերուն հետ գնացավ եւ իր հայրերուն հետ Դավիթի քաղաքի մեջ թաղվեցավ։ Անոր դեղ իր որդին Եզեքիա թագավոր եղավ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։